օրվա խորհրդի արդիվ ուղերձ ունի, այսօր ինչ ուղերձով եք այստեղ դուք։ Այսպես պահանջ դուք խոսեք։ Ողջույններս ողջ հայ ազգին, ես ազգության պերսոնացի, դաշտային գնդապետ, բոլոր պատերազմների մասնակից Ֆելիքսն եմ, Վիկինգը։ Ես ժողովրդին ցանկանում եմ բարի հիշատակ բոլոր պատերազմների մեր նահատակներին։ Բարի հիշատակ, ես եղա Եռաբլուրում, հայ ազգը տարել է մեծ կորուստներ, բոլորը ջահել երեխեք։ Ես որպես վետերան մարդ այսօր ներկայացնում եմ իմ ազգը, էստոնացի ազգը միակ գնդապետն եմ Հայաստանում, որ մասնակցել է բոլոր կռիվներին եւ ներկայումս ես համալրված եմ Հայաստանի սպեցնազի վետերանների մեջ հրամանատար Սաքսյան Գրիշայի զորամիավորման մեջ ես իմ ողջույնս եւ շնորհավորանքն եմ հայտնում իմ հրամանատարին, իմ մարտական բոլոր ընկերներին, շնորհավորում եմ մայիսի 9-ի արդիվ, բարի հիշատակ մեր բոլոր ընկած զոհված տղաների, մեր պապերի, մեր բոլոր պապերի, բոլոր հայրենական պատերազմ կորած եւ առհիմա ընկած բոլոր տղաների հիշատակին։ Ցանկանում եմ առողջություն ողջ հայ ազգին եւ կատարեն իրենց մարդկային իրենց վերջնական լավ ընտրությունը երկրին, որպեսզի ծաղկի Հայաստանը այսօր։ Ավելին ասելու էլ անհնար է, հաջողություն են ցանկանում ողջ հայ ազգին, կանանց, զոհված ազատամարտիկների հարազատներին համբերություն, անհետ կորածների հարազատներին համբերություն եւ ազատություն Բաքվի բանտերում բոլոր արցախյան մեր ղեկավարների։ Հաջողություն ժողովրդին։ Շնորհակալ ենք։